Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Ղևոնդյան, Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ իրատեսական չի համարում Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի հարցը, փաստորեն նա շարունակում է ըստ էության սպասարկել ադրբեջանական օրակարգերը, եթե մենք հիմա փորձենք հիշել վերջին մեկ շաբաթվա ընթացքում նրա արած հայտարարությունները, դրանցից հաջորդը լինելու է այն, որ ինչ էին անում Հայաստանի 18 տարին լրացած երիտասարդները Արցախում, ըստ էության ուղիղ ադրբեջանական նարատիվի հնչեցում է, եւ մյուսը թերևս իր ձախողման արձանագրումն էր ՄԱԿ-ի ամբիոնից։ Նիկոլ Փաշինյանը ինչու է այսպիսի ցայտնոտի մեջ հայտարարություն է անում, հետո փորձում է ինքն իրեն շտկել, մասնավորապես այդ թրիփի հետ կապված եւ այս ադրբեջանամետ հայտարարություններով նա ինչ է անում, փորձում է դիվիդենտներ շահել Ալիևից, որ ի վերջո ստանա այդ բաղձալի իր համար, բաղձալի վերջնական ստորագրությունը։ Ես չեմ կարող ասել, որ ինքը ցայտնոտի մեջ է, բայց տարբեր հարցադրումներ է, որոնց ինքը իր սեփական գաղափարական եւ այսպես արժեքային, այսպես նարատիվների ներքո արձագանքում է։ Եվ վերջիվերջո կներեք, եթե այդ մարդը ասում է, դեռ պետք է վաղուց ասեի 18 թվականին ասեի, որ արեկել եմ Արցախը հանձնեմ եւ այլն, ունեմ Հայաստանի եւ հայկական պետության ազգային շահերից տարբերվող ազգային շահերի պատկերացումներ, անձնական շահերի պատկերացումներ եւ կոնկրետ առաքելությամբ եմ եկել իշխանության, հա, բնական է, որ ինքը այդպիսի հարցադրում էլ պետք է անի, որ Արցախ վերադարձը Արցախում բնակված հայ ազգաբնակության իրատեսական չի։ Ինձ վերաբերում է նախորդ օրակարգի կանանցին դեպքերին ու փորձենք հատ-հատ անդրադառնալ։ Առաջի դեպքը չի, որ Ալիևի հետ ընդհանուր ինչ-որ հանրային միջազգային հարթակում ինչ-որ բաներ են պայմանավորում, այդ թվում նաև հրապարակային, հետո ըստ իրենց տարընթերցումներ են տեղի ունենում, առաջինը Շանհայի հարթակներ, Շանհայի համագործակցության խորհրդի կազմակերպության հարթակներ, որտեղ հրապարակային որոշակի դժգոհություն արտահայտվեց Ալիևի Քելբաջարում կազմակերպված ինտերվյուի ժամանակ հնչեցված մտքերի մասով, եւ երկրորդը ՄԱԿ-ի ամբիոններ, որտեղ գերիների մասին որևէ խոսք չհնչեցնող մարդը, որտեղ գերիները մեծաշով իրեն բացառապես հետաքրքիր են նախընտրական կոնտեքստում, իսկ ինքը դրան վերադառնալու է դեռ եւ ակնկալիք ունի, որ Ալիևը ժեստ կանի, որպեսզի 26 թվականի ընտրություններում որպես էական արդյունք ունենան, այո, արդյունք ունենան եւ որպես էական աջակցող գործոն լինի, իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ-ի հարթակում հնչեցած մտքին, այո, իրենք ակնկալիք ունեն, որ հնարավորինս շուտ այդ նախաստորագրված նախապայմանագիրը, իսկ այդ պայմանագրի մեջ ամեն ինչը գրեթե նախաբառով է սկսում, իսկ դա մեծաշով առոչինչ է, հա, իրավունքի տեսանկյունից, բայց լայն հնարավորություններ է տալիս հակառակ կողմին, այսինքն Ալիևին հիմք ընդունելով, հղումներ անելով, ինչ որ կետերի չիրականացմանը կամ Հայաստանի դրանցից հրաժարմանը, ռազմական գործողություններ սկսել տարբեր այսպես ուղղություններով եւ խոսքը միայն Սյունիքը չի իհարկե։ Գործող վարչապետը կոնկրետ խնդիր ունի արագ արդյունք ցույց տալու եւ հիմնավորելու, որովհետեւ համագումարից հայ հանրությանը արդյունք ցույց տալու, հիշում եք համագումարի ժամանակ էմոցիոնալ դերասանական էլեմենտները, իր իրական Հայաստանի կոնցեպտը, որը նյութական հայի, սպառողական հայի, արժեքներ չգնահատվող զարգացման նպատակադրում չունեցող հայի, այսպես ծննդական էր մեծ հաշվով եւ կյանքի ուղու թելադրանք էր եւ այդպիսի ամենատարբեր դիտարկումները, որ մենք ունենք այս ինչ որ ունենք, պետք է սա պահենք, սրա մեջ կուշտ փորով երջանիկ սեռական հաճույքների եւ տարբեր տիպի ֆեստիվալների մեջ ուրախանանք եւ ոչինչ որ մենք ունենք գերիներ, ոչինչ որ մենք ամբողջ աշխարհով ստորացված կքած ազգին, կարևորը որ մենք խաղաղության գնանք բանակի լուծարման գործիքակազմով, Ալիևին շողոքորթելու գործիքակազմով եւ այլն, հա, աշխարհը գնում է սրացման ուղղությամբ, հա, այսինքն երբ որ մենք տարական քարտեզին նայում ենք, տեսնում ենք անկայունության գոտիներն ինչքան են ավելացել, զենքի առևտուրը բազմապատիկ անգամ մեծացել, այսինքն ոչ միայն գլոբալ աշխարհի ծայրամասերում կամ Ռուսաստան արևմուտք կոնտեքստում, այլ նաև մեր տարածաշրջանի տարբեր կետերի մասն եմ ես խոսում, հա, Ալիևը 23%-ով բյուջե է ավելացնում, չնայած սկզբում նշել էր, որ 8% են ավելացնելու։ Հայաստանի պատկան մարմինների ղեկավարները ասում են խաղաղության ենք ձգտում, այս պետք չի բանակի բյուջե ավելացնենք։ Իրանը Չինաստանից զենք է գնում, կործանիչներ է գնում, նոր հոպ է գնում եւ այլն եւ այլն։
Թուրքիայի հավակնությունների մասին բոլորս տեղյակ ենք եւ տեսնում ենք եւ դրանք ցույց են դրվում նաեւ թուրք-ամերիկյան նոր որակի հարաբերությունների կոնտեքստում այն աստիճան որ Թրամփը ասում է որ ռեգիոնի հետ կապված բոլոր հարցերը մենք քննարկում ենք Թուրքիայի արտգործնախարարության եւ հետախուզական ծառայության պետերի հետ, հա, այս էլ հատուկ արևմտամետների համար ովքեր ասում են որ Հայաստանը գնում արևմուտք Թրամփին, այո, որովհետեւ ռեգիոնի կուրատոր նշանակվել է Թուրքիան Այդ մասին բազմաթիվ հարթակներով այդ ունեւ ձեր հարթակով ինքս եմ նշել եւ մի շարք այլ փորձագետներ ովքեր հստակ եւ տեսանելի այսպես իրենց վերլուծությունների մասով արձանագրում են որ եթե Եվրամիությանը այսպես հանձնակատարները նշում են որ ռեգիոնի գլխավոր մեր գործընկերը Թուրքիան է ՆԱՏՕ-ի գծով Ամերիկայի գլխավոր դաշնակից Թուրքիան բնականաբար առաջամարտիկ է պետք է ավելին ասեմ թուրքերը բրիտանացիների հետ են բավական արդյունավետ աշխատում իսկ Բրիտանիան Հայաստանում խաղաղության օրակարգի ֆինանսավորում է իրականացնում տարբեր տիպի ծրագրեր է իրականացնում այդ ունեւ Սյունիքի հետ կապված համաժողովներ է իրականացնում աբսուրդի գագաթնակետն է British Petroleum-ը ամբողջ կյանքը փող ա տվել որ Արցախը ամեն ձև հանձնեն Ադրբեջանին Հայաստանում հեղափոխություններ լինեն հեղաշրջումներ լինեն այդ ունեւ 2008 թվականին հիմա բրիտանացիները մեր NGO սեկտորի եւ մի շարք փորձագետների հետ ունեւ պետական սեգմենտի ներգրաված մարդկանց հետ խաղաղության օրակարգի Սյունիքի հետ կապված միջոցառումներ են ձեռնարկում կարելի ասել որ Սյունիքի հետ կապված իրենց սցենարային տարբեր պրոյեկտումների միգուցե տեղայնացման process-ի մասին ենք մենք խոսում Ղևոնդյան հայտարարությունը որը արեց Նիկոլ Փաշինյանը այսինքն երկրորդ անգամ արդեն ՄԱԿ-ի ամբիոնից ինքնախոստովանություն էր որ ի վերջո կա խնդիր որքան էլ նա փորձի այս հասարակությանը համոզել որ դուք հենց հիմա խաղաղության մեջ եք ապրում բայց ինքն է ասում որ մենք մի բան ենք ասում Ալիևը ուրիշ բան է ասում եւ ասում է թող մեզ բացատրի պարզաբանի մեկնաբանի իդեպ ՄԱԿ-ի ամբիոնից իր նախավերջին սրա նախորդած ելույթի ժամանակ նա Ալիևից Հայաստանի կադաստրի վկայականը ուզեց ու տեսանք թե ինչ եղավ այսինքն դրանից հետո հիմա նա դիմում է ասում է պարզաբանեք ինչ եք հասկանում Զանգեզուրի միջանցք ասելով հաշվի առնելով այդ մեր տխուր ողբերգական աղետաբեր փորձը այս անգամ Ալիևի չակերտավոր պարզաբանումը ինչի է հանգեցնելու Այստեղ խնդիրը հետեւյալն է որ գործող վարչապետը միշտ մեղավորներ է փնտրում Եթե նախկիններն էին մեղավորները բոլոր հնարավոր եւ դեռևս չգործված մեղքերի համար, ընդ որում նախկինները մի փաթեթով էին ներկայացում, բայց այդ նախկինները շատ տարբեր են, տարբեր օրակարգերով, տարբեր ժամանակագրությամբ, տարբեր քաղաքական խառնվածքով եւ արժեքաբանությամբ, հիմա հանրային, ներքին հանրային լսարանի համար նոր մեղավոր է փնտրվում Դիցուկ Ալիևը, այսինքն մենք խաղաղության օրակարգով գնացինք, Թրամփը միջնորդեց, ավելին մենք Թրամփին Նոբելյան մրցանակի ենք առաջադրելու կոլեկտիվ ջանքերով եւ այլն, բայց արի ուտես ոնց որ թե Ալիևը կարծես թե չի հապաղում ընդունելու այն բոլոր խաղի կանոնները, այն պայմանական նախաստորագրված փաստաթուղթը, որը նորից կրկնեմ միջազգային իրավունքի մասով առ ոչինչ է, մեծ հաշվով այնտեղ երաշխավորելի դեպք չկա, երրորդ կողմը երաշխավոր կողմ չի, ներկայացված կողմը վկա է, այսինքն ուղղակի իրենց ներկայությամբ ստորագրվել է միջազգային իրավունքի տեսանկյունից փաստացիորեն դերակատարում չունեցող փաստաթուղթ, ավելին ասեմ միջազգային իրավունքը այսօր աշխարհում չի գործում Չա կատարվում Գազայում այսօր Նեթանյահուի ՄԱԿ-ի ելույթի ժամանակ մոտ 90 պետության ներկայացուցիչ դուրս են գալիս լսարանից եւ ինչ դրանից փոխվեց Այո սովորաբար 3-րդ 4-րդ կարգի պետությունների ղեկավարների ելույթները սովորաբար այդպես են անցնում այս պարագայում ունենք առանձնահատուկ կոնկրետ դեպք որովհետեւ միջազգային հանրությունը տեսնում է որ պետության ղեկավարներն են իրենց ազգային շահերի համար պայքարում եւ ովքեր ոչ այսինքն միջազգային հանրություն ասածը որպես գործիք, որպես ազդեցության գործման մեխանիզմ լծակ վաղուց դադարել է գոյություն ունենալու։ Եթե ցանկություն լիներ, եթե լիներ լայն կոալիցիա, կոնկրետ խնդիրներ լուծեր, ազգային շահերի տեսանկյունից սոսնձված ինչ որ միություններ, միգուցե կարողանային խնդիր լուծել։ Հիմա սա գնացել է ՄԱԿ-ի ամբիոնից ասում է Ալիևը, բայց ոնց որ ասում էր ինձ ուրիշ բան եւ այլն իր համար խնդիրը միջանցքը չի, իր համար խնդիրը այդ թեման հասարակության վրա վաճառելն է, որովհետեւ դա հրապարակային թեմա է։ Իրականությունը մի փոքր նաև այլ է Հայաստանում, այ գնացեք Մեղրի, իջեք հարավ, Նռնաձոր գյուղ եւ տեղացի բնակչության հետ խոսեք։ Գիտեք ինչ են ցույց տալիս, ասում են այս ճանապարհով է գնալու Թրամփի ուղին։ Մարդիկ ցույց են տալիս, որ ճանապարհով է գնալու Թրամփի ուղին։ Այսինքն process-ները զարգանում են, բան Ղևոնդյան մարդիկ։ Գիտեք ոնց ասեն որ Նռնաձոր գյուղի խեղճ գյուղացին որ մեծ հաշվով ապրուստի
եւ գոյության խնդիր ունի, ինքը չի կարող հաշտ կամ անհաշտ լինել։ Մեծ հաշվով իրենից կախված չի դա պարզ է, բայց նաեւ ունի հնարավորություն դիրքորոշում հայտնելու, օրինակ դիցուկ առաջիկա ընտրություններին մարդիկ գիտակցում են, որ իրենց կողքով անցնող ճանապարհը իրականում վտանգների, ռիսկերի, հնարավոր բախումների ճանապարհը լինելու ու ոչ թե այն զարգացման ու բարեկեցության, ինչը փորձում են իրենց մատուցել։ Գյուղի գյուղացիները բարեկեցության եւ այլնի մասին ընդհանրապես չեն մտածում, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմինների համատարածությունը, թե համայնքային, թե մարզային մարմինների ամեն հարցում կա։ Այսինքն դպրոցը տանում են կողքի գյուղ, մարդիկ 40 կիլոմետր կամ ոտքով կամ մեքենայով գնում են, որպեսզի երեխեքը դպրոց ունենան, հա։ Գումարած մանկապարտեզ են փակում եւ այլն եւ այլն։ Ես խոսում եմ Սյունիքի մասին։ Միգուցե դա նրա համար է արվում, որ Սյունիքը հայաթափվի։ Միգուցե դրա համար է արվում։ Իսկ չենք մտածել, իհարկե պետք է մտածել դրա մասին։ Կա զրոյական հեղինակություն, կա արհամարական եւ նեգատիվագույն վերաբերմունք գործող վարչապետի նկատմամբ, բայց կա նաեւ անկարողության որոշակի վիճակ, թե ինչպես նրանք կքվեարկեն կամ ինչ ճնշումների նրանք կենթարկվեն, գյուղում ընդհանուր առմամբ 50 ընտանիք կա քաղաքային վարչությունից, ազգային անվտանգության համապատասխան կառույցից գալիս են հանդիպումներն են նկարում եւ այլն եւ այլն, իսկ հարավային տարբեր հատվածների մասն եմ ես ասում։ Այսինքն տոտալ ամբողջ պետական համակարգը լծված է վերահսկելու ակտիվություն, քննադատություններ, իշխանության դեմ ինչ-որ տեքստերով հանդես եկող մարդկանց, սպառնում են այդ մարդկանց, ասում են այ որ գնաք հանդիպումների գործից կհանենք, դե դիմում գրի, հետո դուրս կգաց եւ այլն։ Սա պետք է լավ ու սթափ գիտակցի ընդդիմությունը, որ ամենևին հեշտ չի լինելու 26 թվականին, անգամ այսպիսի ցածր հեղինակության պայմաններում, որովհետև իշխանությունը աշխատում է, բիզնեսի հետ աշխատում, քրեականների հետ աշխատում, տարբեր տիպի ամորֆ կառույցների հետ աշխատում, բուհական կառույցների մասն եմ ասում, որոնք ընդհանրապես հիմնականում դիրքորոշում չեն ունենում, այո, վարչական եւ հանրային ռեսուրս օգտագործում տարբեր դպրոցներում եւ այլն եւ այլն։ Իսկն այս գործիքները այնպես չի որ նոր են։ Այս գործիքները ցավոք հին ճակերտավոր բարի ավանդույթ են Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 18-ին ընտրություններին դեռ կանդրադառնանք, բայց խոսեցինք միջազգային ըստ էության նորմերի, առհասարակ միջազգային իրավունքի չգոյության մասին ու այսօր այո բոլորս ականատես ենք լինում, որ պետությունները փորձում են ընդլայնել իրենց սահմանները, նախ փորձում են ունեցածը պահել, հետո ձգտում են ընդլայնել ու հիմա կարծես աշխարհը այդ ուղղությամբ է գնում, բայց Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարին հայտարարում է, հռչակում է Հայաստանի այսպես կոչված 4-րդ հանրապետությունը, որը նեղացված է, փոքրացված է, իր պատկերացրած հորինած իրական Հայաստանի սահմաններով է, իդեպ այդ սահմաններն էլ դեռ հայտնի չեն ոչ ոքի, որովհետև սահմանազատում պիտի լինի, ու դեռ հայտնի չէ, թե էլ ինչ է Ալիևը ուզելու, էլ ինչ է նա վերադարձնելու։ Անդրադարձեք այդ 4-րդ հանրապետություն կեղծ թեզին, դրանով ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ 4-րդ հանրապետությունը արհեստական նոր ձևավորված թեզ է, բայց ինքը հետևողականորեն 2018 թվականից ի դեպ գնում է դեպի այդ պրոյեկտը։ Հանրապետությունները առհասարակ անկախության հռչակագրերը եւ ընդհանրապես երբ որ խոսում ենք հանրապետություն այդ գաղափարի մասին, դրանք տարբեր տարանջատման հիմքեր են ունենում։ Օրինակ կա Հայաստանի առաջին հանրապետություն, չէ՞, թվագրությամբ տարբերում 18-ից 20 թվական։ Երկրորդ հանրապետությունը խորհրդայնացված հանրապետություններ է մինչեւ 91 թվական։ 91-ից հետո անկախության շրջանի երրորդ հանրապետություն, այսինքն դասակարգման ինչ որ հիմքեր են գալիս։ 91 թվականից հետո Հայաստանը ենթադրելի եւ փաստացիորեն անկախ պետություն է եւ միջազգային իրավունքի կողմից դա արձանագրվել է անկախության հռչակագրի միջոցով եւ Հարաքվեի միջոցով, հա։ 18 թվականից Հայաստանում իշխանության բերվեց Արմեն Սարգսյան անունով բավական հետաքրքիր եւ ոչ միանշանակ ազնվորություն, դա Հայաստանի 4-րդ նախագահն է։ Եվ ի դեպ թեզը հենց 4-րդ հանրապետության նրան է, որովհետեւ ինքը նոր սկզբի հրապարակային մեկնարկի մասին խոսեց, ի դեպ ինքը բավական խելացի, բավական իրազեկ, բավական լայն ընդգրկունության կապեր ունեցող կուրատոր էր։ Հենց այնպես այդ բառը չեմ ասում։ Կուրատոր process-ի, որը պետքա մեկնարկեր 18 թվականից մինչ օրս։ Ու այդ process-ը կապված էր Հայաստանի եւ ռեգիոնի միգուցե ապառուսականացում, հա, այսպես։ Չնայած ինքը բավական սերտ հարաբերություններ է ունեցել ժամանակին Ռուսաստանի Դաշնության առանձին ինստիտուտների, կառույցների եւ այլնի հետ, ինքը բրիտանական թագի այսպես ազդեցության ներքո գործող քաղաքական հրապարակային եւ հանրային գործիչ է։
Այդ գաղափարը դա միայն ձևակերպում չի 4-րդ հանրապետություն։ Դրա տակ որոշակի արժեքայնություն է մտցվում եւ միջազգային իրավունքի տեսանկյունից որոշակի գործողություններ, որոնք պարտադիր պետք է կատարվեն։ Երբ որ մենք խոսում ենք գործող վարչապետի թեզերի ներքո 4-րդ հանրապետության մեջ արժեքային առումով դա իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, այսինքն նյութապաշտ, զարգացման հեռանկարի մասին չմտածող, կենցաղային հայի օրով ապրող, այո, օրվա հեռանկարով ապրող եւ պարտադիր չի որ դու կրթություն ունենաս, դե պարտադիր չի որ դու լինես քրիստոնեական եկեղեցու ավանդույթների եւ արժեքաբանության կրող, ամենևին պարտադիր չի որ դու լինես առհասարակ քրիստոնյա, չէ որ մեր բոլոր հարևանները բացի Վրաստանից մահմեդական են, նրանց հետ լեզու գտնելու համար միգուցե պետք է նաեւ կրոնափոխ լինեք, մի զարմացեք։ Ես հենց այնպես չեմ ասում։ Այդ օրակարգերը մցվելու են Հայաստան, Իսկ պարտադիր է որ դուք հայերեն խոսեք, ինչների տա պետք։ Հայերեն աշխարհում քանի հոգի է խոսում։ Եկեք միգուցե լատինատար օրակարգի անցնենք։ Չէ որ դպրոցում Մեսրոպ Պաշտոցի նկարը տեսնելու համար QR-ով պետքա բացել, ավելին ասեմ քաղաքապետարանը արգելում է դպրոցներ, սմարթֆոններ մտցնելը, որը գաղափարական առումով ճիշտ թեզ է, բայց QR-ը չի աշխատելու։ Այսինքն մենք խոսում ենք նաև անարդյունավետ եւ աբսուրդային կառավարման միգուցե հետևողական քայլերի մասին, որը պլանավորված է։ Հիմա վերադառնանք 4-րդ հանրապետությանը։ 4-րդ հանրապետության իրավական թեզը, որ պետք է հիմնադրի, դա անկախության հռչակագրի չեղարկումն է։ Սահմանադրության հարակվեի միջոցով։ Ում պահանջն է դա Ալիևի, ով է իրականացնելու ամեն գործիքակազմում։ Հիշում եք, սկզբում թեզ կար, որ մենք ինքներս ենք որոշելու սահմանադրության ապագան եւ այլն, անգամ հանձնաժողով ստեղծեցին։ Ես հիմա չգիտեմ այդ հանձնաժողովը կա թե չկա, կարծես թե արտադրության նախարարության ակտիվություն իդեպ ցուցաբերել եւ այլն։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ սահմանադրության միջից անկախության հռչակագիրը, որը թե քաղաքական, թե իրավական բովանդակություն ունի, վերացնելն է։ Հիմա եկեք անցնենք միջազգային իրավունքին։ Այստեղ մի հավելում, Փաշինյանը, այսինքն շարունակում է Արմեն Սարգսյանի հռչակած թեզի սպասարկումը, թե սա իր մոտեցումն է, դա նույն բանն է, թե այսպես ասենք, մոդիֆիկացրել է, փոխել է, հարմարեցրել է իր գաղափարներին։ Որքան էլ հայ հանրության մեջ Արմեն Սարգսյանը դիտվում է որպես ազդեցություն չունեցող, դերակատար չհանդիսացող մարդ, իրենք խիստ թերագնահատում են այդ ազնվորությունը, խիստ, չիմանալով իրականում ինքը ով է, դա մեկ կոնգլոմերատի տարբեր կարգավիճակներ ունեցող մարդիկ են, ընդ որում վերևում կանած Արմեն Սարգսյանը։ Ինքը պրոյեկտողը չի, ինքը սցենարիստը չի, ինքը մեծ սցենարային խմբի ինչ-որ սեգմենտի հավանաբար պատասխանատուն է իմ ենթադրությունների շրջանակում, իսկ գործող վարչապետը Հայաստանում ընդհանրապես կատարողականի մասով ներքևի օղակում է գտնվում։ Հիմա վերադառնանք միջազգային իրավունքի տեսանկյունից 4-րդ հանրապետության թեզին։ Երբ որ դուք հարակվեք, անցկացնում ենթադրաբար անցնում է հարակվեն այոյով, դուք չեղարկում եք անկախության հռչակագիր, իսկ անկախության հռչակագրի մեջ փաստացիորեն ինքնորոշման իրավունքի հիմքով է Հայաստանի Հանրապետությունը ձևավորել, իդեպ Հայաստանի Հանրապետությունը չի ձևավորել Երևանում միտինգների միջոցով, այլ ձևավորվել է Ստեփանակերտի հրապարակում, Արցախի անկախության եւ անվտանգության ապահովման շարժումն է ծնել Հայաստանը, եթե մենք գիտենք պատմությունը, եթե չենք կեղծում պատմությունը։ Բայց այստեղ ուրիշ բան կա, եթե մենք անկախության հռչակագիրը չեղարկում ենք, դրանից նախորդ գործող նմանօրինակ որ փաստաթուղթն էր, որ կար, ասեմ, դա Խորհրդային Միության մաս կազմելու փաստաթուղթն էր։ Այսինքն, երբ որ մենք չեղարկում ենք անկախության հռչակագիրը, իրավական տիրույթում մենք հայտնվում ենք Խորհրդային Միության իրավական սահմանների շրջանակում։ Հասկանում եք։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իդեպ Խորհրդային Միության չեղարկման գործընթացը Բելովեշյան այդ բանում անտառում, երբ որ 3 հայտի պետություններ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելարուսի ներկայացուցիչները հավաքվեցին եւ չեղարկեցին Խորհրդային Միությունը, անօրինական է, որովհետեւ չէին կարող մի մեխանիզմով ձևավորել Խորհրդային Միությունը, մի այլ մեխանիզմով իրավական տեսանկյունից չեղարկել այդ։ Հետեւաբար մենք վերադառնում ենք Խորհրդային Միություն իրավունքի տեսանկյունից, որտեղ մենք մեր անկախության հռչակագիրը չեղարկել ենք։ Դուք ասում եք մի բան, որը ըստ էության հակասության մեջ է այսօրվա իշխանության առնվազն հռչակած այն քաղաքականության հետ, որից ամեն ինչ արվում է Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը բարձրացնելու, իրական անկախություն ապահովելու, Ռուսաստանից պոկվելու համար։ Այսինքն սրանով մի բան էլ խնդրի մեջ է։ Էլ ավելի է խորանում այլ իրավիճակում։
Սա սցենարներից մեկն է, դա չի ենթադրում, որ Հայաստանը այս կարգավիճակով չի կարող դառնալ, ասենք, թուրքական վիլայաթ, այսպես որպես գաղափարական թեզ, ասենք, չի մտնի Թուրքիայի մեջ, իհարկե, բայց տարբեր ֆորմատներ կարող են ստեղծվել, այսինքն հեռանկարում ես չեմ ասում, ամեն ինչ շատ արագ է լինելու, մենք ռեգիոնը 10-15 տարի շատ մեծ անկայունությունների մեջ է լինելու ու համանավաբար դրա պատերազմական դրսևորումներով, որոնց մեջ իհարկե խարդվելու է նաև Ադրբեջանը, միգուցե ներքին, միգուցե արտաքին էլեմենտների մասով, բայց եկեք մենք դիտարկենք, բացվում է խորհրդային վերադարձ դեպի մեկ այլ միջազգային քաղաքական ֆորմատ, վերազգային միավորի տեսքով եւ երկրորդ սցենարը թուրքաֆիկացումը։ Թուրքաֆիկացումը այսօր ինտենսիվորեն գնում է, բայց մենք առաջի դեպքը չի, որ ես մեր երկրի պատմության մեջ ունենք, որ ակտիվորեն գնում ենք մի ուղղությամբ եւ մի օրվա մեջ վերադարձ են կատարում այլ ուղղության եւ այլն։ Այնպես որ դա ոչ միայն մեր պետության բնորոշ երևույթ է, դա փոքր պետությունների բնորոշ երևույթ է, որովհետեւ դուք ակնարկում եք այսպես կոչված միութենական պետություն։ Ես ոչինչ չեմ ակնարկում, տարբեր ֆորմատներ կարող է լինել, ես չեմ կարծում որ միութենական պետության ֆորմատն է, որտեղ այնտեղ շատ ավելի խնդրահարույց իրավիճակներ կան, բայց արտակարգ իրավիճակները, ստիպողական իրավիճակները, ճնշողական իրավիճակները, միջազգային հարաբերությունների համակարգում շատ տարածված են։ Մանավանդ ենթադրենք մեծ պատերազմի նախորդին, ենթադրենք այդպիսի սցենարի իրողություն դառնա, որտեղ մեր ռեգիոնում եռում է, մենք ես առնվազն եւ ոչ միայն ես, իհարկե ոլորտի մասնագետները սպասում են Իրան-Իսրայել երկրորդ պատերազմին։ Այդ պատերազմը մեր հարակից հատվածում է լինելու, դրանից բխող հետևանքներով։ Տեսեք, բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, չեն կրակում, զոհեր չկան ու փառք Աստծո եւ սա է խաղաղությունը։ Ես ես ասեմ, ինքը պոպուլիստական տեսանկյունից շատ լավ թեզ է փորձում հասարակության վրա վաճառել, ու իդեպ ասեմ վաճառքը բավական լավ է ստացվում, այն իմաստով, որ Ալիև ասում է, ինչի կրակեմ, ինչի խանգարեմ գործող վարչապետի ռեյտինգին, այդ իմաստով չէ որ կարող եմ առանց կրակոցի վերցնել այն, ինչ որ ինձ խոսք է տրվել, չէ։ Ինչա մենք ինչ որ արագ մոռացանք, հա 300,000 ադրբեջանցիների թեման։ Այդ 300,000 ադրբեջանցիների թեմայի պայմանավորվածությունը երկաթյա է, որովհետև կա օրակարգ Հայաստանը ներսից վերցնելու տեսանկյունից։ Ինչ ճանապարհով են այդ ամեն ինչը։ Տնտեսական ակտիվ գործունեության ճանապարհով, սկսելու են աստիճանաբար ապրանքափոխանակություններ եւ այլն եւ այլն։ Եթե որևէ մեկ այդ Թրամփի trip այդ ուղին նայելա, այդ բանը փաստաթուղթը, այնքան բոլոր բարերը նախայով են սկսում, այսինքն ոչ մի երաշխավորություն չկա, որ այնտեղ որևէ կետ իրողություն է դառնում։ Ես անկեղծ ասած որոշակի ներքին կասկածներ ունեմ, որ առհասարակ այդ փաթեթը իրողություն կդառնա։ Ես ավելին ասեմ, իսկով ասած, որ վաղը Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնությունը այս ռեգիոնում ուժային բալանսի հետ կապված հավելյալ ճշգրտող պայմանավորվածության չեն գա։ Ով ասեց։ Ռեգիոնում մեծ առևտուր է գնում, ռեգիոնի շուրջ մեծ առևտուր է գնում։ Եթե Ուկրաինայում մի հարցի շուրջ, ասենք թե ռուսները ինչ-որ ձեռքբերում են ունենում, միգուցե հարավում ինչ-որ բան են զիջում կամ հակառակը եւ այլն եւ այլն։ Հիմա ունենք Մոլդովայի պարլամենտական փորձ, որի կրկնօրինակներ այդ երկրում նախորդ փորձառության է, երկրի ներսում իրավիճակը այլ է, քաղաքական ուժերի հարաբերակցության եւ քվեարկության արդյունքի տեսանկյունից ընդդիմությունն է հաղթում, դրսում, այսինքն Սփյուռքի համայնքներում դիվանագիտական ներկայացությունները, որտեղ ընտրություններ են հասկացվել, լիովին այլ, այսինքն ինչ դեմոկրատիայի մասն ենք խոսում։ Դեմոկրատիան դա շղարշ էր, որով փաթեթավորվում էր ազգային շահերի ուժային սեգմենտը, հա, բոլոր ցանկացած այլ տիպի մեկնաբանություն դա ինֆանտիլիզմի, ռոմանտիզմի հետ է կապված։ Եթե մենք ուզում ենք կենթանի մնանք, մենք պետք է զինվենք, բայց չի նշանակում, որ միայն երկաթով եւ զենքով է խնդիրները։ Մենք այդ զենքը մեր պահոցում, մեր սեյֆում կպահենք, կբանակցենք, երբ որ հասկանանք, որ չենք ձգում ինչ որ հարցում, նոր այդ զենքը կօգտագործենք։ Հասկանալի է, պարոն Ղևոնդյան, վերադառնանք Հայաստան եւ այդ զենքերից մեկը ազգային ինքնությունն է, չզիջելն է, որի դեմ հիմա շատ ուղիղ, շատ ինչպես իրենք են, հա, ասում հիբրիդային պայքար է մղվում, կարող ենք այդպես ձևակերպել, եւ դրա առանցքում հայ առաքելական եկեղեցին կարևոր ու էական նշանակություն ունի։ Անդրադառնանք այս հարցին ու այստեղ ուզում եմ Սամվել Կարապետյանի վերջին ուղերձին անդրադառնանք, նա շատ հստակ նշել էր պետություն եկեղեցի հարաբերությունների մասով հստակեցումների խնդիրը, որպեսզի որևէ ապագա, հա, իր ձևակերպմամբ փոքր խմբակ հանկարծ նորից չհավաքնի հարձակվել եկեղեցու դեմ։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը հստակ ըստ էության հարձակում է սկսել եւ փաստորեն բոլորին ակնհայտ է կամ առնվազն հասարակության մեծ մասին ակնհայտ է, թե դեպի ուր է տանելու այս գործընթացը։ Նայեք, կենցաղային Հայաստանի այսպես կոչված իրական Հայաստանում պետք է լինի ստամոքսի պաշտամունք, այսինքն սպառման, նյութական ռեֆլեքսիայի դրսևորումներ, հա։
Սամվել Կարապետյանը, ով հիմա կալանավայրում է, մեղմ ասած ոչ կոմֆորտային զոնայում է իր եկեղեցու եւ քրիստոնեության պաշտպանությանը ուղղված թեզերի համար, անգամ այդ վայրից ուղերձով է հանդես գալիս արժեքային Հայաստանի մասին, հա։ Վերջի վերջո այստեղ խնդիրը ոչ միայն Հայաստանի մասին է, հայ լինելու եւ հայ մնալու մասին է։ Մեծ հաշվով անկախ նրանից մենք քրիստոնեական կամ մեր մի մաս առնվազն, հա, այսպես փոքր մաս հիմնականում, անգամ եթե քրիստոնեադավան չեն, հումանիզմի կրող են։ Քրիստոնեությունը հումանիզմ է դավանում, պրոպագանդում։ Դա իր արժեքաբանության, իր առասպելաբանության, արժեքային ողնաշարի առանցքն է, հա։ Կան այլ կրոններ, որտեղ այդպես չի։ Կան կրոններ, որոնք արյան պաշտամունք են եւ այլն։ Քրիստոնեության մեջ կա հստակ կոնկրետ կանոնակարգ։ Հիմա այդ մարդը բանտարկված վիճակում խոսում է արժեքային հայի, քրիստոնյա հայի մասին, որ միայն նյութական բարիքներով չի, որ մեր եսը ձևավորվում է, այլ նաեւ արժեքային, բարոյական նորմերով ու հայ ընտանիքի հիմքում այդպիսի վարքաբանությունը պետք է լինի։ Դրա հիմնական պահապանը, պրոպագանդիստը եւ տարածողը ինստիտուցիոնալ տեսանկյունից եկեղեցին է։ Անկախ նրանից մենք առանձին հոգեվորականների նկատմամբ, որոնք ցանկացած համակարգում են լինում մարդու տեսքով, ինչպիսի մասնավոր սուբյեկտիվ վերաբերմունք ունենք, մենք ունենք ինստիտուտ, որը հային հայ տեսակին, գրին, ինքնությանը, մեր պատմական իրողությունների արձանագրությանը դարերի ընթացքում պահպանել։ Եվ հիմա էլ պահպանել միակ կառույցն է, որ բոլոր հարցումներով ամենաբարձր հեղինակություն ունի։ Այդ դրա համար գործող վարչապետը վախում է եկեղեցուց, որովհետև հայերը հիմնականում քրիստոնեական արժեքաբանության կրող են եւ քրիստոնեական արժեքաբանությունը կարող է լուրջ ու շատ հզոր մոբիլիզացիայի պատճառ հանդիսանալ։ Հիմա նայեք, մարդը, ով երկրի ղեկավարը ու ենթադրելի պետք է մտածի ինքնության ամրապնդման, հայ տեսակի հզորացման, զարգացման հեռանկարների, ազգային ինքնություն ունենալու, կրթվելու, տարածվելու, ազդեցության մեծացման մասին, ասում եկեք մի հատ փոքր տարածքի վրա մեր թշնամիների այսպես ցանկությամբ եւ թույլատվությամբ ստեղծենք մի պետություն եւ ապրենք նրանց բարեգթության ներքո, թեկուզ մոռանալով որ չգրգռվեն եւ թեկուզ մոռանալով մեր ինքնությունը, մեր ով լինելը եւ այլն, հա։ Իսկ մյուս մարդը բանտարկված վիճակում, հա, մի նախադասության, երկու նախադասության համար, ասում չէ մենք պետքա պայքարենք, որպեսզի հայ մնանք, հա։ Այդ դրա համար կոնցեպտը այսօրվա հանրային քննարկման եւ պայքարի հայ մնալ ու հայ չմնալ տիրույթում է։ Իշխանության խնդիր չի։ Խելացի մարդը կներեք, այդ չի նշանակում ովքեր ցանկանում են խելացի չի ցանկանա հիմա իշխանության գալ, որտեղ պետության վիճակը վիճակ չի, 12 միլիարդ արտաքին պարտքով պետությունը ով կցանկանա այդ պետության իշխանը դառնալ։ Ես բոլոր այս խնդիրները որ տակ ստորագրել են եւ այլն։ Այստեղ հայ մնալու եւ հայ չմնալու էլեմենտը։ Հայ չմնալը դա ուղղակի գաղափար չի։ Ձեր հարևանը դառնալու է ադրբեջանցի։ Ձեր աղջիկ երեխուն դուք վախենալով եք դուրս թողելու։ Դուք ամեն անգամ ակետից բկետ գնալուց ձեր կողքերն եք նայելու, որ հանգարց ինչ-որ մեկը ձեզ չվնասի եւ այլն։ Դուք վախի տակ եք ապրելու։ Այդ պայմաններում դուք ինչ եք անելու, սկսելու եք գաղթել երկրից։ Մարդիկ բնական ռեֆլեքսիա են ցույց տալու, այո, ովքեր են լրացնելու ձեր պետությունը, այն 300,000։ Պարոն Ղևոնդյան, քիչ ժամանակ ունենք, անդրադարձեք նաեւ Փարաքարի սպանությանը, իշխանությունը ամեն ինչ անում է, որ խնդրեմը խնդիրը ներկայացվի որպես արյան վրեժ, որպես վենդետա եւ ոչ մի կերպ քաղաքական հիմք չլինի դրա տակ, բայց գիտենք նախորդ ցավալի միջադեպը փետրվարին տեղի ունեցած իր հիմքում հենց քաղաքական խնդիր էր պարունակում։ Էլի եղել էր սպանություն, եղել էր երկու ընտանիքների միջև վեճ, բայց դրա հիմքը քաղաքական էր, որովհետև նախընտրական շրջան էր։ Մի հարցադրում, արդյոք ինչու է իշխանությունը այդ օրինակ պասիվ իրան դրսևորում եւ վերջի 2 շաբաթվա մեջ մենք 4 զոհ ունեցանք սպանություններից։ Երբ որ մեդիաներն են սկսում են տիրաժավորել, տեսեք պայմանական ունենք 200 մեդիա, չէ, Facebook-յան հարթակներ եւ այլն, անընդհատ այդ ինֆորմացիան գնում է, մեկը մեկին սպանեց, դանակահարեց, գնդակահարեց։ Այո, հասկանալ է, այդ իրականության տիրաժավորումը։ Արդյունքում ինչ է լինում։ Վախի ու սարսափի մթնոլորտ։ Այսինքն անգամ ընտանեկան մակարդակում ծնողները երեխաներին, ամուսինները, չգիտեմ, իրաց տղաներին եւ այլն ասում են հանգազգուշ կլինես եւ այլն։ Այսինքն վախի այդ մթնոլորտում մարդկանց կառավարելը շատ հեշտ է։ Հիշում եք COVID-ը։
Նույն վախի մթնոլորտն ու մարդկանց կառավարում են։ Հիշում եք, ասում են ամեն օր այսքան մարդ է մահացել։ Դա մանիպուլատիվ տեխնոլոգիական լուծումը։ Վախի պայմաններում մարդկանց հեշտ է կառավարել։ Հաջորդ խնդիր, այո։ Հիշում եք, որոնք այդպես էլ չլծվեցին, հասկանում եք, ուղղակի հոգեբանական ներազդեցության գործիք էր, այո։ Հիմա վերադառնանք ձեր կոնկրետ հարցադրմանը։ Ամիսներ շարունակ եղել է այդպիսի մթնոլորտ։ Ամիսներ շարունակ հանցագործություն կատարած հաստատված կարծես թե ինքնախոստովան անգամ հաստատված մարդը 7 ամիս կարծես թե գտնվել է տնային կալանքի պայմաններում։ Դուք հասկանում եք, մենք 2 սրբազան ունենք կալանավորված եւ 7 ամիս ով մարդ ով ընդունել է որ ինքը այդպիսի սպանություն է իրականացրել, ապրել է այն գյուղում մի քանի տուն այն կողմ որտեղ որ տեղի է ունեցել այդ ողբերգությունը տնային կալանքի մեջ ակնհայտ էր չէ որ կրքերը պետք է թեժանան ակնհայտ էր չէ որ վրեժի թեման պետք է լինի ակնհայտ էր չէ որ ավանդական հայ տղամարդկային միջավայրը երիտասարդական միջավայրում ծնվելու են տարբեր մտքեր որ պետքա դրան պատժել են այսինքն իշխանությունը իր անգործությամբ նպաստել է այսօրվա սպանությանը իշխանությունը պայմաններ է ստեղծել որպիսի արյան վրեժի միջոցով դաշտից դուրս գա ընդդիմադիր համայնքապետ հարցը կարելի է կենցաղայնացնել հանգեցնել դրան հա բայց չմասնակցությունը պայմանը ստեղծում որպեսզի իրենց համար ոչ ցանկալի X տեխնացուի հետ կապված ինչ որ հարցեր լուծեն երրորդ մարդու միջոցով իդեպ միգուցե եղել են դրտող մարդիկ ամեն օր գալով բա գիտես էսպես բա գիտես այնպես կան գործիքակազմեր մանիպուլյացիաներ հոգեբանական ներազդեցության տարբեր գործիքներ ձևեր վերջապես եւ այլն հա Ինչի էր այդ կարևոր, հա, ցավոք այս ողբերգությունը ինչի համար էր օգտագործվում, շատ պարզ։ Առաջիկայում ունենալու ենք հանրաքվե, առաջիկայում ունենալու ենք համապետական ընտրություններ, որոնց արդյունքը կարծես թե արդեն ամփոփեց Հայաստանի գործող վարչապետը 3, հա, ինչ որ մի բան իրեն հուշում էր։ Ես կարող եմ ասել ինչն էր հավանաբար հուշում համայնքային եւ ուժային կառույցների բոլոր մակարդակների հետ կապված ամենատարբեր ինտենսիվ աշխատանքները, անհատական գործերը, մարդկանց սպառնալիքները, որ եթե գնական դիմադիրների այս կամ այն հանդիպմանը ձեր հետևից կգան կամ դիմում գրեք դուրս եկեք ձեր աշխատավայրից եւ այլն, հա։ Չեմ կարող ասել, որ սա եզակի դեպք Հայաստանի պատմության մեջ։ Այսինքն մենք որոշակի այդպիսի ճակերտավոր էտապ ավանդույթներ տեսել ենք, հա, բայց հիմա մենք ուրիշ խնդիր ունենք։ Եթե ժամանակ խնդիրը զուտ X-ի կամ Y-ի իշխանության չգալն էր քաղաքացիական պայմաններում, Արցախ ոչ մեկ չէր հանձնել, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այսպիսի բարիդրացիական հարաբերություններ գործող իշխանությունը ի հաշիվ Հայաստանի Հանրապետության չէր արել։ Կար որոշակի ազգային պետություն, խոշորագույն խնդրահարույց իրավիճակներով, կոռուպցիա եւ այլն, բոլոր ամեն ինչ կա, կարելի ասել այդ բոլորը կար, բայց ազգային ինքնության, պետության ինքնության, գոյության տեսանկյունից չունեինք գոյաբանական սպարտալիքներ։ Հիմա մենք ունենք գործող վարչապետի օրակարգը հետեւյալն է Հայաստանի գնով անգամ ես պետքա վերընտրվեմ ու իրենք այդ ամեն ինչին շատ մանրամասն են պատրաստվել եթե ինչ որ մեկին թվում է որ իրանք տգետ են ապա այդ դուք սխալվում եք իրանք շատ դետալիզացված գրամ հատված առ հատված մեկին ճնշել չի ստացվում փորձում են գնել մեկին գնել չի ստացվում փորձում են ուրիշ գործիքներ օգտագործել հակառակ կողմը չի ունենալու մեդալի չի լինելու իրավիճակ որ իսկապես իշխանությունը վերահսկողությունից դուրս թողնի իրավիճակը որովհետև իսկապես մենք ապրում ենք այսօր կրիմինալ բարքերի միջավայրում մենք օրու մեջ սպանությունների, հանցագործությունների մասին ենք լսում։ Եթե դա մի կողմից իսկապես վախ է ներշնչում հանրության որոշ շերտերի, բայց մյուս կողմից էլ խոսում են մասին, որ գուցե իրավիճակը չեն էլ կարող վերահսկել։ Մի մասով իհարկե կարելի է այսինքն ներողություն, այս կառավարելի քաոսը կարող է դուրս գալ կառավարումից։ Իհարկե կարող է։ Ցանկացած տեխնոլոգներ կարող են այնպիսի գործիքակազմեր օգտագործել, որի արդյունքում իրենց կողմից ենթադրելի կառավարելի քաոսը, բայց X կետից հետո, X սոցիալական ակնկալիքների, փողոցում գործողությունների, ես շատ չմանանամ, ինչի արդյունքում եւս հնարավոր է հանել։ Հետևանքները կարող են լինել շատ ճակատագրական, ասեմ ավելին այդ թեզերի մասին են իրանք մտածել ու իրանք հաճախ հիշում եք բոլոր նախորդ միտինգների եւ այլնի ժամանակ հղում էին անում, ասում էին դուք միտինգներ եք անում, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա եւ այլն, հիշում եք այդ օրակարգերը։ Կենցաղային հայի իրական ճակերտավոր Հայաստանի հայի համար սա անկալելի մոտեցում է, հա, այսինքն այն նայեք ինքը մեր փրկիչը եկել է, սրանք էլ չարիքն են, ընդ որում բոլորին ընդհանրացնել, այդ էլ է գործիքակազմ, հա։ Պետք է սրանց դեմ առնել, որովհետեւ իրենք համարժեք են Թուրքին, բայց իրենք գործող իշխանությունը ինքն է օրակարգում, որ Թուրքիի հետ պետք է ապրենք։
Այսինքն այդ մի կողմից էլ այդ հակադրությունը կարող է իրավիճակը քաոսի վերածվել X կետում, նայած թե ով կկարողանա այդ քաոսը կառավարել։ Այդ նշանակում է, որ ընդդիմությունը կամ այն շրջանակները, ովքեր ընդդիմադիր են, պետք է այսպես կներեք կենցաղային ասեմ, արխային չլինեն, որ ինչ որ մեկի ռեյտինգը ցածր է։ Հայաստանի պատմության մեջ միգուցե այս տիպի ընտրություններ այլևս երբեք չլինեն այս ծավալի խախտումներով, ճնշումներով, ձերբակալություններով եւ այլն, հա։ Ցանկացած թեմա կարող է ի հայտ գալ, որի հիմքով կոնկրետ իշխանությունը կարող է այս կամ այն քաղաքական գործչի падգամավորի վրա գործ կարել։ Ավելին ասեմ, փակ դրդերի ներքո մի շարք падգամավորների ժամանակին իրենք ասում են, գիտեք, հեսա ձեր հետ ինչ ենք անելու եւ այլն։ Ուս հետո սկսեցին գործեր կարել տարբեր խորհրդանական ընդդիմության ներկայացուցիչների վրա եւ այլն եւ այլն։ Խնդիրը այն է, որ իշխանությունը սովորաբար ուժեղ է, որտեղ ռեսուրսներ շատ ունի։ Այո, այդ ռեսուրսները իր ռեսուրսը չի, հանրային ռեսուրսը, բայց ինքը օգտագործում է այդ ռեսուրսը։ Ու այստեղ ուրիշ խնդիր էլ կա։ Կան թեզեր, որոնցով այսպես յուրահատուկ մեսիջներ են ուղարկվում պետական չինովնիկներին, ասում են, այ նայեք, դուք եկել եք, միտինգները ցրել եք, դուբինկեքով մարդկանց ծեծել եք, չէ՞, իրանք ձեզ ճանաչում են։ Հիմա որ հանկարծ մենք չլինենք իշխանության, ձեր վերջը եկել է։ Ու այսպիսի հարցադրումներով մարդիկ երբեմն գնում են կոմպրոմիսի։ Ավելին ասեմ, փող են բաժանում, կրթական համակարգում գրանտներ են բաժանում, օրինական գրանտներ են տալիս, որպեսզի մարդիկ լոյալ լինեն։ Հիմա առավել եւս այն հայեցակարգի շրջանակում այդ գրանտները ծառայեցվելու են խաղաղության գովերքմանը։ Այո, ես դպրոցական դասագրքերն եմ նայում, խնդիր է դրված անտեսակ մարդու, անդեմ մարդու կերպար ստեղծելուն։ Իսկ անդեմ մարդկանց կառավարելը միշտ հեշտ է, թե դպրոցում, թե բուհում։ Դա ենթադրում է պետության ուծացում եւ Հայաստանի ապամոնտաժում։ Հայաստանը կարող է դառնալ ՍՊ կամ ես սարկաստիկ ձևակերպում եմ ասում, հա, ակնհայտ է, չէ՞ որ քարտեզի վրա ինչ-որ մի բան կմնա, կամ թեկուզ ամբողջությամբ կմնա, բայց բովանդակություն չի ունենա, հա, եւ այլն։ Հիմա էլ գազան կա, բայց ամեն օր գազայի բնակչությունը վերանում է, 66000 զոհ ուներ։ Այս պահի դրությամբ սով է այդտեղ։ Հիշում եք 9 ամիս Արցախում էր սով։ Հիշում եք։ Դրանից հետո այո, իհարկե, դա այն մոդելներ, որով փորձարկվեց հետագայում ասեցին, ով արձագանքեց, ոչ մեկ չարձագանքեց։ Մի ուրիշ մոդել էլ մեթոդաբանական առումով, ուրեմն հիշում եք Մանվել Գրիգորյանին, դատում էին հրապարակային, տուշոնկի գող էին սարքում, հետո պարզվեց այդ ամեն ինչը կեղծ է, ֆեյք է։ Մանվել Գրիգորյանին որպես հաղթող գեներալով փչացնում էին բանակի գաղափարը, որովհետեւ հետո բանակի վրա կարեն պարտությունը։ Հիմա սկսել են մարդիկ խոսել, որ այսինքն այդում նաև ձեր եթերով ամեն տեղ եմ ասել, մեր բանակը չի պարտվել։ Հետո պարզվում է Ջաբրայելում ֆանտաստիկ դիմադրություն հակահարված եք հասցրել, Օմարում ֆանտաստիկ դրսևորումներ են ունեցել մեր ռազմական հմտությունները նահատակված տղաների եւ սպաների, չէ՞։ Նույն ձև եկեղեցու հետ են անում։ Աճապահյանի եւ Բագրատ Սրբազանի նկատմամբ հանրային իրավական այդպիսի գործընթացներ են ստեղծում, որովհետեւ եկեղեցու նկատմամբ որպես ամենահեղինակավոր վերջի ինստիտուտ վերածել, որովհետեւ հայը անտեսակ ու կառավարելի մնա։ Ու ով էլ որ դրան չի գնում, կամ ճնշում են, կամ փողով փորձում են գնել։ Պարոն Ղևոնդյան, ժամանակ չունենք, բայց այս դիտարկմանը անպայման ուզում եմ անդրադառնալ։ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ Հայաստանում հետընտրական պրոցեսներ այլևս չեն կարող լինել, որովհետև նախկինում մինչև 18 թվականը մարդիկ իրենց հույսը կապում էին հետընտրական պրոցեսների հետ, որովհետև գիտեին, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները։ Սա ավելի շատ ուրիշ մեսիջ է։ Ուզում եմ ասի, որ 2026 թվականի ընտրություններին գործող ընդդիմությունը հույս չունենա, որ փողոցում իշխանությունը հետընտրականի ժամանակ իրենց չի ջարդելու։ Հիշում եք քաղաքացի Փաշինյանը երբ դարձավ քաղաքական ֆիգուր 2008 թվականի մարտի 1-ին։ Դա իր օծման օժն էր։ Ինքը իր էյֆորիայի մեջ էր, որ տրոլեյբուսի վրա կանգնած մարդկանց հրահանգում էր, որ յոժերով եւ արմատուրաներով սրան այնտեղ հարված են եւ այլն, շատ լավ հիշում եմ այդ կադրերը։ Դա մեսիջ էր հասարակությանը, որ չփորձեք փողոցով վերականգնել միգուցե ձեր քվեարկության արդյունքները, միևնույնն է, արդյունքները լինելու են այնպիսին, ինչպիսին մենք ենք որոշելու։ Իդեպ իրավունքի տեսանկյունից էլ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, առաջին ընթացմամբ կարծես թե, եթե երկը չեմ սխալվում, անցել է նախընտրական օրենսգրքի
մի հատ մի փոփոխություն, որտեղ եթե քվեարկության արդյունքների ժամանակ տեղի են ունենում զանգվածային անկարգություններ, ապա ընտրությունները արդյունքները առհասարակ չեղարկվում են, հա։ Այսինքն երկրորդ վերաապահովագրումն է տեղի ունենում, մի կողմից իրավունքի տեսանկյունից, մյուս կողմից ուժի տեսանկյունից, եւ այդ մարդը ցինիկաբար, պոպուլիզմով, ժպտալով եւ հրհրալով բոլորի վրա խոսում է, որ Հայաստանում արկա է դեմոկրատիա։ Եվ այս ամենը անում է դրա շրջանակում ինչ պիտի Եվ այդ ամեն ինչը անում է ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնից, երբ որ Եվրամիության ամենաբարձր հանձնակատարին հարցնում են ինչու են Հայաստանում սրբազաններ կալանավորվում, դեմոկրատիայի քարոզիչ եւ դեմոկրատական արժանինքների կրող անձնավորությունը ֆոն դեր Լայնը ասում է դա Հայաստանի գործն է, մենք որևէ մասնակցություն չենք ունենա քաղաքական պատվերով այդպիսի ձերբակալությունների։ Շնորհակալություն մեկնաբանության համար, հարցազրույցին սպասեք վաղը։